Եթերում լուրերի հերթական թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Աշխատանքային այցով Աբու Դաբիում գտնվող Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Զայեդ մարդկային եղբայրության մրցանակի գլխավոր քարտուղար Մուհամմադ Աբդելսալամի հետ։ Կառավարությունից հայտնում են, թե Աբդելսալամը շնորհակալություն է հայտնել վարչապետին հրավերն ընդունելու համար։ Կողմերը վստահություն են հայտնել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների մրցանակին արժանանալու փաստը նորազդակ կհաղորդի երկու երկրների միջև խաղաղության օրակարգին։ Հիշեցնեմ, ավելի վաղ Զայեդի մրցանակի հետևից Աբու Դաբի մեկնած Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևն իրար ձեռք սեղմելուց հետո նախ հանդիպել են ընդլայնված կազմով, ապա առանձին։ Ավելի ուշ Հայաստանի կառավարությունն է հանդիպումից մանրամասներ հայտնել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները քննարկել են թրիփի եւ այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացումը։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը վաղը Մոսկվայում կհանդիպի Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։ Ճեպազրույցի ժամանակ հայտնել է Դաշնության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նշել է, որ կողմերը կքննարկեն երկկողմ համագործակցությունն ու տարածաշրջանային խնդիրները, հատուկ ուշադրություն կդարձվի Եվրասիական ընդհանուր կառույցներում Մոսկվայի եւ Երևանի փոխգործակցությանը եւ այդ ուղղությամբ երկխոսությանը։ Հիշեցնեմ, երեկ հայտնի դարձավ, որ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 4-ից 7-ը պաշտոնական այցով կլինի Ռուսաստանում։ Հայաստանի նոր սահմանադրությունը, որի նախագիծը պատրաստ կլինի մարտին, կառավարման ձևի փոփոխություն չի նախատեսում։ Տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարել է Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանը։ Մենք կշարունակենք մնալ խորհրդարանական ձևով կառավարվող երկիր, ասել է նախարարը։ Նրա խոսքով սահմանադրական հանրաքվեի ժամկետները դեռ որոշված չեն, բայց ամենայն հավանականությամբ դրանք կլինեն հունիսին նախատեսվող խորհրդարանական ընտրություններից հետո։ Գալյանը նաև հավելել է, թե հայ եկեղեցու հարցը սահմանադրության փոփոխության համատեքստում դեռ չի քննարկվել։ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան մոտ վաղը կիրականացվի «Մենք Էջմիածնի հետ ենք» խորագրով միջոցառում։ Ակցիայի մասնակիցները կոչ են անում ռուսաստանաբնակ հայրենակիցներին միանալ իրենց հաջակցություն հայ առաքելական եկեղեցու, ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի եւ իրենց խոսքով բռնաճնշումների ենթարկված բոլոր բանտարկյալների, այդ թվում գործարար եւ բարերար Սամվել Կարապետյանի ազատության համար։ Եվ վերջում մի արտառոց դեպքի մասին։ Հայաստանում հանցավոր խումբ է բացահայտվել։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, թե ոստիկանները պարզել են, որ մի խումբ անձինք, ստեղծելով հանցախումբ եւ ձեռք բերելով ապօրինի զենք զինամթերք, նախապատրաստել են սպանություններ, ավազակային հարձակումներ եւ բնակարանային գողություններ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Առերևույթ հանցավոր խմբի անդամներին մեղադրանքներ են առաջադրվել սպանության նախապատրաստության, սպանության փորձի, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, ապօրինի զենք զինամթերք կրելու, խուլիգանության, ավազակության, գողության, գույք ոչնչացնելու կամ վնասելու եւ թմրամիջոցներ իրացնելու հատկանիշներով։ Նրանք ձերբակալվել են 10 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Այսքան այժմին մեր ամփոփիչ թողարկումը ժամը 19-ին է, կհանդիպենք։